Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում։ Թբիլիսի անվան հետ կապված շատ լեգենդներ կան։ Լեգենդներից մեկում պատմվում է, թե Թբիլիսի տարածքը եղել է անտառապատ։ Մի օր թագավորը որսորդության ժամանակ կեռնեխ է վիրավորում։ Կեռնեխն ընկնում է ջուրը և բուժված դուրս է թռչում ու փախչում որսորդներից։ Այլ տարբերակով թագավորի բազեն իրեն զոհելով բռնում է Ֆասյանին ու երկուսով ընկնելով ջուրը եփվում են։ Տաք ջուրը բուժիչ հատկություններ ուներ, իսկ տարածքը բարեպաստ էր։ Դրանից ոգևորվելով թագավորը որոշում է քաղաք հիմնել։ Թբիլիսի բառը ծագել է Թբիլի տաք և սի աղբյուրի տաք բառերից։ Վիկտոր Համբարձումյանի հայրը ծնվել է Բասարգեղչար գյուղում, այժմյան Վարդենիս քաղաքում, գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Սևանա լճից մոտ 7 կիլոմետր հարավ-արևելք, Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոտ գավառում։ Բնակչությունը 12753 մարդ է։ Ըստ ավանդության բնակավայրը հիմնել է հայ նահապետի թոռ Գեղամի և կոչել Գեղամաբակ։ Այդ մասին ուղղակի կարող են վկայել բնակավայրի տարածքում պահպանված մ.թ.ա. 3-ից առաջին հազարամյակների դամբարանները։